Ուրեմն նախագծի 5-րդ հոդվածում համենայն դեպս կայքում տեղադրված ազգային ժողովի 5-րդ հոդվածով առաջարկվում է փոփոխություն կատարել հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածում 156-րդ հոդվածում եւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն։ Ուրեմն նշվում է, որ կառավարությունը կարող է սահմանել եկամտային հարկի տարեկան հաշվարկում հայտարարագրում հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների տեսակներ կամ շեմեր։ Սա իմ կարծիքով հենց նա է, ինչ դու նշեցիր, այսինքն քննարկում են գուցե կառավարությունը որոշի, որ ինչ որ եկամուտներ, որոնք չեն հարկվում, չհայտարարագրվեն ավելորդ տեղը, ու այստեղ ես հիշեցի, որ այսին ազգային ժողովի падգամավորները, ովքեր նախաձեռնել են այս նախագիծը, իրենց ասելով համակարգը պարզեցնելու նպատակով, գտնում են, որ կառավարությունը, որ նույնիսկ կառավարությունը այսօր չունի լիազորություն սահմանելու հաշվարկում հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների տեսակներ եւ շեմեր, բայց մենք գիտենք, որ կառավարությունը չունի, բայց պետնախագահն ունի փաստորեն, որովհետեւ պետնախագահն արդեն սահմանել է, որ մինչեւ 300,000 համապատասխան փոխանցումները, որոնք նվազեցվող եկամուտների մեջ են մտնում, հաշվարկի լրացման կարգում, կարգը հաստատում է պետնախագահը, համապատասխան փոփոխություն է կատարել եւ լրացման կարգում նշվել է, որ մինչեւ 300,000 եկամուտները կարող են չհայտարարագրվել։ Այս մասում դու խնդիր չես տեսնում, որ մեր բոլոր պետական մարմինները այսպես բաներ կա լսում են ու ոչ մեկ մի հատ ծպտուն չի հանում, շատ པարզ բաների, որը կոչվում է իսումա ոնց որ թե ինքնիրավչություն է կոչվում, սահմանելիություն ունենք, բան ունենք, պետք է գրած է ցանկացած պետական մարմին կարող է կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է, կամ ունի այնպիսի իրավասություններ, որոնց համար լիազորված է։ Հիմա պետք նախագահը լավ կարող է հարկային մարմնի աշխատողների համար իր ասած օրենքը, բայց հո կա սահմանադրություն, կա օրենքներ, եթե մարդը պետք նախագահը լիազորված չի, ինքը ինչ իրավունք ունի սահմանի չափ, որից ավելը պետք է հայտարարագրվի կամ պակասը չհայտարարագրվի։ Ես չգիտեմ ինչ է այդ, շատ པարզ կարծեմ քրեական օրենսգրքի հոդված կա, ինքնիրավչություն է կոչվում, ու բոլորը տենց հետարքին են, որ ծափ են տալիս, ասում են, տես բան արեցինք, չափ դրեցինք, լավա գոնե վերջում հիմա գլխի են ընկե, որ չի կարա տենց բան լինի, պետք է օրենքով նախատեսված լինի, լավա գոնե կառավարության այդ լիազորությունները տվել են, էլի։ Դե գոնե պետնախագահին տային այդ լիազորությունը։ Բայց չի կարել, դե մի կառավարության որոշման հետին ամսաթվով այդ հարցը կարգավորվի։ Դե կարային բանը, կարող էին բանն է, կարող է կառավարության որոշմամբ էլ ասեն պետնախագահին ենք տալիս։ Հա, դա ուրիշ, թե չէ մենք հո չենք ուզում, որ որևէ մեկը ինքնիրավչության համար ինչ-որ։ Ես ճիշտ, որ ընկալելի ճիշտ լինի, ես հայտարարագրման համակարգին դեմ չեմ, կողմ եմ, բայց այն ինչ որ հիմա առաջարկում է, ասացի կապ չունի հայտարարագրման աշխարհում կիրառվող համակարգի հետ, ատավիզմ է։ Ամեն դեպքում ես իմ հայտարարագիրը ներկայացրել եմ, ով որ հարցը առաջացել, միշտ բոլորին կոչ եմ արել ներկայացնել։ Բայց ահագին մարդիկ կա, որ ում օգնել եմ ներկայացնեն, ID քարտ են հանել, գնացել են, հիմա ստացվում է մարդկանց դրդել եմ հայտարարագիր տալու, բայց հիմա կառավարությունը հայտարարական ինքնաշխատ պետք է լրացնի։ Ստացվում է մարդկանց անտեղի ծախսի տակ եմ գցել, ի դեպ անվճար եմ օգնել, լավա գոնե ասենք չեն ասի գումար եմ տվել հայտարարագիր լրացնելու համար, բայց այդ մարդկանց անտեղի այս կոչվում է բանի, ցանկացած գործողության անհետևողականություն, անսկզբունքայնություն։